16 մմ-անոց լենտի մոնտաժող սարք է, որ միացնում ես, ինքը ստեղ դնում ես ու էկրանի վրա ցույց է տալիս ինչ է, պտտում ես շարժվում, սովորական կինոյի կադրերը նայում ես, քեզ ինչ պետք է, տեղում հանում ես, կտրում ես, մոնտաժն անում ես, կպցնում ես, այն ավել մասը նույնիսկ կպցնում ու շարունակում ես։ Պետրոս Նակաշյանն է Լոռի թերթի խմբագրության նախկին լուսանկարիչը, հավաքել է աշխատանքային տարիների տեխնիկան, որոնք իր կյանքի լուսավոր տարիների մի մաս են։ Սեղանին դրված լուսանկարչական սարքով ու տեսախցիկով, մոնտաժող սարքով ու երևակիչով ժամանակին նա շատ է աշխատել։ Կինոմեխանիկի ընտանիքում ծնված Պետրոսը դեռ մանկուց ծանոթ է եղել նաև կինեմատոգրաֆիային։ Առաջին փոքրիկ ֆիլմը նկարահանել է ծառայության տարիներին։ 72 թվականին էր, սովետական միության կազմավորման 50-ամյակներ, ես այդ 50-ամյակի կապակցությամբ մրցույթ էր հայտարարված ու ես ուզեցի մասնակցեմ։ Գնացի կոմանդիրի մոտ, ասեցի սենց բանա ուզում եմ մասնակցեմ, ասեց շատ լավ բան ես որոշե, մենք տեխնիկան ունենք, գնա, ստացի վերցրու, ես բանում էի ծառայում, ակումբում էի ծառայում, ասեցի ես արդեն գիտեմ այդ տեխնիկան արդեն չի աշխատում, չեմ կարա էլի, ես դրանով իմ փողով թույլ տվեք ես ապարատ առնեմ, հա, ես գնացել եմ, առել եմ սրան, այն ժամանակ 145 ռուբլի էր կինոկամերան, առել եմ, հետո սկսել եմ նկարահանել, ես ճիշտ ասած վապշե տեղյակ չէի այդ նկարահանման ապարատներից, բայց շատ արագ կողմնորոշվեցի, ֆիլմ նկարեցի։ 10 րոպե տևողություն ունեցող ֆիլմը միայն մեկ օր խորագիրն ուներ, այն պատմում էր բանակային առօրյայի մասին։ Մրցույթում արժանացավ 3-րդ տեղին, սակայն դրանից հետո Պետրոս Նակաշյանը ֆիլմեր նկարահանեց միայն իր համար։ 1975-ից 79 թվականներին աշխատում էր Լոռի թերթի խմբագրությունում որպես լուսանկարիչ։ Այդ տարիներից առանձնացնում է Ալեքսիա Գյուլզադյանին նկարելու օրը։ Անձամբ այցելել ենք մինչև համերգներ կարծեմ, ես էի Հայրապետ Լուսինե Սարիբեկյան, մեկ էլ մեր շոֆերը գնացինք հյուրանոց, իր համարը շատ մեծ բանով ուրախությամբ ընդունեց Ալեքսի Գյուլզադյանը, հետո նստեցինք, զրուցեցինք, ահագին ուրախացանք, հյուրասիրեցին մեզ նույնիսկ, ինքն էլ մեկ էլ Անժելա Աթաբեկյանը, կանոնահարվի, կա հիմա կա այդ կինը, ահագին զրուցեցինք, մեկ էլ այդ արանքում իրենց այդ խմբի ադմինիստրատորը եկավ ու շատ բանով, որ առանց ինձ ոնց եկեք է, մի հատ հենց հայհոյեց այդ մարդին, դու ես որ։ Քաղաքում կատարվող բոլոր միջոցառումներին մասնակցում ու կադրեր էր անում նաև հետագա տարիներին, երբ արդեն խմբագրությունում չէր աշխատում։ Տարիների հետ նրա ունեցած տեխնիկան հնացավ ու գործածությունից դուրս եկավ, բայց շարունակեց նրա համար մեծ արժեք ներկայացնել։ Ու տենց բան չի եղել, որ ժամանակի ընթացքում ինձ պետք չգա այն ինչ որ ես կողքի եմ դրել։ Չի եղել տենց բան։ Հիմա ես շատ մի հատ հետաքրքիր բան ասեմ, ես այնքան այդ ժողովրդի բարբարով ասեմ, այդ խշտիլքը, այս մութ ու ցուրտ տարիներին, որ կոպեկ չունեինք հաց առնելու կամ եւ այլը, գիտես ինչքան է ինձ օգնել, որ ես հաց եմ առել դրանով։ Ճիշտ է, կարողացել է ձեռք բերել նաև նոր տեխնիկա, սակայն սրանք նրա համար ավելի սիրելի են ու հարազատ։ Նրանց մեջ են ամփոփված շատ թանկ հիշողություններ։ Հիմա Պետրոս Նակաշյանը մեզ իր տանն է հյուրընկալել, որպեսզի այս բոլորը նվիրի մեր հեռուստաընկերությանը։ Ես մտածեցի ու իմ թորներս, իմ մեծ թորս արդեն հեսա բանակա գնալու ու մնացածն էլ ես ունեմ 11 թոր ու շատերը տղեկ են, բայց ոչ մեկը չի պահելու սա, ես համոզված եմ դա, դրա համար չեմ ուզում, այն ինչ որ ես ապրել եմ, տեսել եմ ու արել եմ, չեմ ուզի, որ դա ջուրում լինի, չեմ ուզի, որ դա կոր չի, թող մնա այնտեղ, որտեղ որ պետք է մնա։ Հեռուստաընկերությունում առաջիկայում նախատեսվում է ունեցած արխիվը պահպանելու համար ստեղծել հատուկ անկյուն, որտեղ կպահպանվի նաև լուսանկարիչ Պետրոս Նակաշյանի աշխատանքներն ու նվիրաբերած տեխնիկան։ Լուսինե Փարսադանյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։